շատ էներգետիկ բաղադրիչին անվտանգության։ Շնորհակալություն։ Նայեք, ցանկացած անվտանգություն, հատկապես երբ որ խոսքը գնում է ազգային անվտանգության հայեցակարգի մասին, ինքը ունի մի շարք բաղադրիչներ՝ տնտեսական, քաղաքական, դեմոգրաֆիկ, հոգևոր անվտանգության եւ այլն։ Եվ տնտեսական բաղադրիչների հետ միասին կա նաև գերկարևորություն, որն է էներգետիկ անվտանգությունը, որտեղ ինքը եւս ազգային անվտանգության գերկարևոր մասերից մեկն է։ Ժամանակի ընթացքում հենց է ստացել, որ Հայաստանը կարողացել է որոշակի առումով կառուցել իր էներգետիկ անվտանգության հայեցակարգը կամ ասենք ասեմ սկզբունքները, ելնելով այն իրողություններից, որոնք կային, որոնք ստեղծեց այսպես կոչված Արցախյան պատերազմից հետո եւ ատոմակայանի վերականգնումից հետո եւ այլն եւ այլն, եւ Հայաստանը ուներ կայուն էներգետիկ անվտանգության որոշակի համակարգ իր բոլոր թերություններով հանդերձ, ամենվերջին 20 տարիներին ցույց է տվել իր կայունությունը։ Սակայն վերջին շրջանում հատկապես գործող քաղաքական ռեժիմի կողմից սկսվել է այդ համակարգի, ասենք ասենք, քայքայման կամ ոչնչացման գործընթաց, որի հիմքում դրված է առաջին հերթին հենց ատոմակայանի ամենախոշոր մեր էներգետիկ գեներացնող համակարգի փակման գործընթացը, որը ուղղակիորեն որի մասին չեն ասում, բայց այդ գործընթացը գնում է տարբեր հարթությունների վրա։ Դա մի շարք երկրների, հատկապես Եվրամիության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ տարբեր այլ երկրների պահանջն են։ Եվ սա ներկայումս փորձում են փակել այս հարցը կեղծ թեզերով, թե իբր Հայաստանը կարող է իր էներգետիկ էլեկտրաէներգետիկ համակարգը սինխրոնացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որի հիմքում դրած հենց այդ գաղափարը մենք փակում ենք ատոմակայանը, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ տալիս են էներգետիկ որոշակի, ասենք հզորություններ, որով ապահովում ենք մեր կարիքները։ Սա շատ վտանգավոր թեզ է եւ սա տանում է Հայաստանի էներգետիկ ախվածությանը եւ էներգետիկ համակարգի ոչնչացման։ Հետեւաբար ցանկացած ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ մշակելը շատ կարեւոր նաեւ այս թեզերի առաջքաշումը, այսինքն Հայաստանը պետք է ունենա դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգ, որի հիմքում կարան լինել մի շարք սկզբունքներ, որոնք հատկապես այդ դիվերսիֆիկացիայի հզորությունը, սա առաջին հերթին հենց ատոմային կայանների հզորություններն են, որտեղ ատոմակայանը ինքնին իր ձեր մեջ բավական ինքնավար համակարգեր են, որտեղ դու այն մի անգամ կարող ես լիցքավորել եւ բավական երկար ժամանակ աշխատում է։ Իսկ եթե ունես դու նաեւ դրա սպասարկող համակարգ, սա երբեք ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ ցանկացած ատոմակայաններ ունեն սպասարկման կարիք, որը սպասարկել ամեն երկիր չի կարող։ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որը ունի դրա սպասարկման հնարավորությունը։ Հետևաբար շատ կարևոր է հենց այդ անվտանգության հայեցակարգերի մշակման ժամանակ մեծ տեղ տալ հենց էներգետիկ անվտանգությանը եւ առաջին հերթին դրա համակարգի մեջ ներառել հենց նոր ատոմակայանի կառուցման գաղափարը, որը պետք է լինի մի համակարգ, որը հայկական կողմը կարող է ինքը սպասարկել ինքնուրույն, առանց այդ սպասարկման համակարգեր ներմուծելով երրորդ երկրներից։ Օրինակի համար նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Թուրքիան, որոնք կառուցում են ռուսական ատոմակայաններ, դրանց ամբողջ սպասարկումը գտնում են ռուսական, ասենց ասեմ, կողմի վրա, որտեղ իրենք չունեն համապատասխան դպրոցներ, համապատասխան շկոլա չունեն եւ մասնագետներ չունեն, որ դա անեն։ Հայկական կողմը դա ունի։ Հենց խոսքը վերաբերում է ռուսական VVR կամ սովետական միության VVR կոչվող ատոմակայանների տեսակին։ Սա բացառիկ, նորից եմ կրկնում, ունակություն է, որը Հայաստանը կարող է անել։ Հետևաբար նորից եմ կրկնում, շատ կարևոր է նմանատիպ համակարգեր կառուցելուց, նմանատիպ ռազմավարություն, խորքային ռազմավարություն մշակելու ժամանակ նաև հաշվի առնել նաև այն դպրոցները, որ դու ունես։ Դու կարող ես այդ համակարգը սպասարկել, դու կարող ես ամերիկյան, ասենք ատոմակայան սպասարկել, միանշանակ ասեմ, որ հայկական կողմը դրա ունակությունները չունի։ Իսկ ներմուծել սպասարկման համակարգերի դրսից, սա նշանակում է վտանգի ենթարկել ոչ միայն քո էներգետիկ գեներացիա, ընդհանրապես ազգային անվտանգությունը դնել վտանգի տակ, կրկնակի եռակի անգամ ավելի։ Իսկ եթե դու սկսում ես նաև դրա դիմաց էլեկտրաէներգիա ներմուծել քեզ թշնամի պետություններից, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանը, էլ ավելի սա նոր խնդիրների առաջացնում քո համար։ Եթե կարճ այսքան ներկայացնենք հենց էներգետիկ անվտանգության մասով, եթե հարցերն է, հետագայում կարող եմ ավելի մանրամասն պատասխանել հարցերին։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Մանվելյան, հարցերի իհարկե բոլոր բանախոսների կարճ ելույթների ավարտից հետո